Ինչպես ցույց տվեցին վաղարշաբաթի ընտրությունները, երեք կայացած, ցավոք սրտի մեր բնակչության մեջ կա մոլորված մի հատված, մեր հայրենակիցների մեջ, ովքեր կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիրը բերում է խաղաղություն, իսկ մնացած բոլոր ընդդիմադիր ուժերը հենց իշխանության կան, սկսելու են պատերազմ։ Նախ ես հասկանում եմ այդ մարդկանց ցանկությունը, որ իրենք հոգնել են պատերազմներից, ել չեն ուզում երեխա ուղարկեն բանակ, այդ երեխան գնա զոհվի, բան, այդ ամեն ինչը հասկանալի է, բայց ես մի բան կուզենամ զգուշացնեմ, հետո չասեք չէինք ասում, սա մենակ ես չեմ ասում, իրականում շատ քաղաքագետներ են ասում, ովքեր ինձնից շատ լավ են տիրապետում իրավիճակը եւ մասնագիտացած են այս ամեն ինչի մեջ։ Նայեք, մենք հիմա ունենք մի իրավիճակ, երբ Ալիևը շատ լավ գիտակցում է, որ իրեն ձեռ է տալիս Հայաստանում իշխանության մնա քաղաքացիական պայմանագիրը։ Ինչի համար։ Ինքը շատ լավ հասկանում է, որ նոր ուժ եթե եկավ իշխանության, այդ նոր ուժից ինքը չի կարողանալու պոկել անընդհատ իր ուզածները եւ չի կարողանալու, այսպես ասած, ստորացնելով անընդհատ հասնել իր ուզածներին, ինչը նա իր մոտ շատ լավ ստացվում է Փաշինյանի դեպքում։ Ու հասկանալով նաև, որ Հայաստանում, Հայաստանի Հանրապետությունում Փաշինյանը 26 թվականի ընտրություններին գնում է խաղաղությունը որպես բրենդ ժողովրդի վրա բրթելով, ինչպես նախկինում անում էին, օրինակ ասֆալտն էին ծախում ժողովրդի վրա, կամ մանկապարտեզ էին վերանորոգում, կամ շքամուտք, այս պահին ավելի լայն բան է Փաշինյանը խուրդում, այսպես ասած, այսինքն ասում է, տեսեք, ես խաղաղություն եմ բերում, բայց մյուս իշխանությունները խաղաղություն չեն բերելու։ Նախ ուզենամ ասել, որ չկա տենց մի ընդդիմադիր ուժ այս պահին, ով 26 թվականի իշխանության գալուց հետո պատերազմը սկսվելու, այսինքն այս մի սուտ, որ Փաշինյանը ուղակի բոլորին պատերազմի կուսակցություն, պատերազմի ուժեր սարքելով փորձում ասի, որ գիտեք ինչ, մենակ ես եմ խաղաղություն բերելու, ախր դու տեսել ենք 7 տարի ոնց ես ղեկավարել, դու չես կարող խաղաղություն բերես, այդ մեկ։ Բայց նաև այդ ամեն ինչը շատ լավ հասկանալով Ալիևը մինչև 26 թվականի ընտրություններ շատ հավանական է սահմանում նույնիսկ չարցակի գետ մեկ կրակոց, ինչի համար, որ Փաշինյանը վերարտադրվի, վերընտրվի։ Դրանից հետո ամիսներ անց, եթե Փաշինյանը ընտրվեց, Ալիևը սկսելու է իր նոր պահանջները, պոկելու է նոր տարածքներ, ճանապարհներ, քաղաքներ, գյուղեր, ինչը չի կարա լինի ու մենք կարանք բացառենք միայն մի դեպքում, եթե մենք մինչև 26 թիվը հասկանանք ոնց ենք անում իշխանափոխություն ու Հայաստանում ընտրենք նոր իշխանությունների։ Հետո չասեիք չեմ զգուշացրել։